Լավ կնացակ երեգիրիգուն, հուսամ լավ կնացակ, որովհետև չեմ ուզեր, որ այսօր հոս կնանանք։ Պատկամիս նույթը կնանալու վտանգներն են։ Եվ անշուշտ չեմ ուզեր, որ պատկամի ադենը կնանանք, որովհետև վնասագար գրնալալ, ծեզի, և անգե ավելի այսօր պիտի խոսիմ հոգևոր կյանքի մեջ կնանալու մասին, որ շատ ավելի վնասագար գլա։ Այսօր եթե մեկ պատկամ փախտուծիր այս կնանալով, եթե հոգևորապես կնացած ես, կրնաս ամբողջ կյանքը սխալ ընթացքի մեջ դանել։ Այսօր մեկ բան, որ գուզեմ ցեզի շեշտել այդ է, որ երբ որ հավատացյալը կքնանա հոգևորապես, այդ ժամանակն է, որ ամենամեծ վտանգները իր կյանքի մեջ կգոյանան։ Ամենամեծ բարդությունները այդ ժամանակն է, որ կբադահին։ Եվ Սուրբ մեջ շատ օրինակներ ունենք, որ հարցեր բադայեցան անձերու կյանքերեն ներս, երբ որ քունի մեջ էին։ Մատթեոս 13:25 կսե. «Մինչ մարդիկ կքնանային, իր թշնամին եկավ, որոնց ցանեց ծորենի մեջ եւ քնած»։ Ով է թշնամին։ Թշնամին սատանան է։ Սատանան չի կար մեզի զվարճացնելու, մեզի հաճույք տալու։ Սատանան իր նպատակն է մեզ գործանել եւ մեր վկայությունը եւ կյանքը կանթել։ Խավարի զորությունները չեն կնանար, սիրելներ։ Եթե մենք կքնանանք, խավարի զորությունները չեն կնանար։ Ոչ սուրճի պետք ունին, որ արթուն մնան, ոչ մեկ ուրիշ բան։ Միշտ արթուն կգործեն, որբեսի Աստուծո գործերը կանթեն։ Եթե ծանր քնածող ես, վտանգավոր բան է։ Որովհետև եթե բամը բադահի եւ արթուն չես կնար արթնալ, կնաս վնասներու մատնվել։ Մանավանդ հրթեհներ, որ կբադային քիշերադեն, եթե մեկը չի կրնա արթնալ, վերջավորությունը լավ չի վերջանար։ Եթե մեկը քեզի մեկ տպնալով չես արթնար, վտանգավոր է։ Առաջին քունին գսեմ, որ բամը չես սկար, երբ որ նոր քունի մտնես։ Բայց բնական քունի ադենը, եթե մեկը քեզի տպնալով չես արթնար, օգնության պետք ունիս։ Այդ ժամանակն է, որ երբ որ չես կնարել բաներ կբադային եւ նույնիսկ պիտի չանդրադառնաս, թե ինչ կբադայի շուրջդ։ Եվ այսօր հավատացյալներ քնացած են եւ չեն գիտեր նույնիսկ թե դժվարություն կա իրենց շուրջը։ Անորամար Պողոս առաքյալը Ռոմայացիս 13:11-ի մեջ կգրեգսե նաեւ գիտնանք ադենը, թե արդեն ժամն է քունեն արթնալու, որովհետեւ հիմա մեր փրկությունը ավելի մոտ է, քան երբ հավատացինք։ Ասիկա մեր սերունդին համար շատ ավելի մեծ ճշմարտություն է, որովհետև կտեսնենք Հիսուսի քալուստը շատ մոտ է, փրկությունը մոտ է։ Եվ փրկությանը հետ անոր հետ կա նաև շատ ուրիշ վտանգներ, որ աշխարհի մեջ կբադային եւ օրերը ավելի պիտի քեշնան։ Սատանան ավելի զորավոր գերբով կաշխատի, որբեսի հավատացյալները դաբալե։ Եթե մարմնավոր քունը վտանգավոր է, քեշ բամն է, որքան ավելի հոգևոր քունը դժվար կգնալ վտանգավոր գնալ։ Ինչ է քունը։ Նայենք վարդյան մարդյոք, ինչ կբադահի, երբ որ մեկը կքնանա։ Քունը հանգստության ժամանակ է, երբ որ մարդը կքնանա, իր ըսկայնությունը կգործընծնի։ Չի գիտեր իր շուրջը ինչ կբադահի։ Եվ վտանգը քունի այն է, որ սկայնություն չունի մեկը, երբ որ կքնանա։ Եվ ցեզի սեմ քունին մեծ եղբայրը մահաքունն է, կոմա։ Ինչ կբադահի մեկը, երբ որ կոմայի մեջ է, բամը գսկա, թերևս գլսե, գսեն գլսե, բայց բամը չի գնարնել, շուրջեն դեղյակ չէ։ Այսօր գրնաս տուն եկեղեցի լալ, գրնաս բաներ լսել, որ իմա գսեմ, բայց նույն ադեն հոգևորապես
մահակունի մեջ կրնաս լալ եւ փամը չի լսել ասածներս։ Մարմնա ֆիզիկաբես ողջ ենք, բայց հոգեվորաբես կրնանք մահակունի մեջ լալ։ Երբ որ մեկը կքնանա, իր մարմնավոր կորձունությունները կբացին, իր մգանները կհանգչին, կթույլնան եւ ուժ չունի փամը անելու։ Բադած է որ քուներն դարձած եք փորձած եք ամիջապես անգոյն են դուրս ելել եւ դեղ մասնել փամը անել։ Մարմինդ պատրաստ չլար այդ շարժումները անելու։ Եվ վտանգավոր բան է, երբ որ ամիջապես արտնալետ վերջ փորձես անգնեն դուրս ելել, կնաս ինալ, որովհետեւ մարմինը հավասարակշռված չէ։ Գործծած է իր կորձունեությունները։ Ժամանակ կուզե, որ իդ կարգի մտե։ Եվ այս քունի ժամանակն է, որ սատանային կորձակալները, անոր չար ոգիները կգտնեն իրենց զոհերը եւ անոնց վրա կորձ կգադարեն։ Որովհետեւ գիտեն, որ այդ ժամանակին հավատացյալներ չեն գնար իրենց թոթվել, իրենց գարկի բերել։ Եվ ադոր իրենց ռազին թեմ տնել։ Սատանան սիրելներ գործանած է շատ բաներ հավատացյալներու կյանքերեններ ինձ մեալ սկսյալ երբ մենք կքնանանք։ Երբ որ մոլի դարձած ենք քնանալու մարմնաբես մեծ դժվարություն է անիգա քեշ փամն է սիրելներ, բայց եթե հոգեորաբես մոլի գտարնանք քնանալու միշտ քնացած ենք Մինչ կքնանային գսե, ինչ եղավ, եկան գսե, որոմներ ցանեցին։ Մեծ ողբերգություններ կբադահին, երբ որ հավատացյալը քունի մեջ է։ Ինչս էլ է ասիգա։ Այս կնշանակե թե քունի ադեն մեծ անաբահովություն կա։ Անցմը իր դերը չէ, ինք իր վրա չի գնար հսկել, ինք իրեն չի գնար պաշտպանել, եւ նույնիսկ գխորի թե գրնա, չի գնար, ինքսինքը գխապե։ Իշխեք երկը, երազ աշխարում ամեն բան լավ է, երկ մգար, չեմ գիտեր ով երկեր։ Երազ աշխարի մեջ է, գգարձե որ գրնա փամնել, բայց փամը չի գնար, եւ մինչև չարտնակ ունեն, ինքը վտանգավոր վիճակի մեջ է, անաբահով վիճակի մեջ է։ Ադորամար սիրելներ գսեմ այսօր ըսկուշ պետք է լանք հոգևոր քունե։ Այսօր գուզեմ մի քանի քուներու տեսակներ ձեր առջև տնել, որբեսի տեսնենք թե ինչ տեսակի քուներ կան, որ գնան մեզի վտանգներ առաջ բերել։ Առաջին քունը Հովնանի քունն էր։ Հովնան 1:5-6 մեջ կսե, բայց Հովնան նավուն խորշ իջնելով բարգեր էր ու խորուն կքնանար։ Հովնանի քունը իրական քուն չէր, խապկանքի քուն էր։ Փոթորիկ կգադղած էր գսե, նավը կդադաներ, ջուրը կդաներ կբերեր նավը։ Մեծ վտանգի մեջ էր, պիտի ընկղմեին, բայց Հովնանը գսե չանդրադարձավ այս բոլորին, կնաց վարը նավուն հադագը գլուխին բատանյան կաշեց և փորձեց կնանալ, խորելով որ այս բոլորը գանցնին։ Ճիշտ նույնպես, երբ որ անցիկ այսօր գխորին թե, երբ որ ձացկոցին դակ մտնեն ամեն բան լավ վիդելա, ցավալին ան է, որ երբ որ ձացկոցը բանաս նույն բանը պիտի շարունակվի, որովհետև թուն քունի մեջ ես հարցը չես լուծած։ Երբ որ գուսաս որ արտնալ պես ամեն բան պիտի լավանա, գծավի մսելու որ այդպես չէ աշխարհը։ Այսօր շատեր այսպիսի քունի մեջ են։ Դժվարություններ կան իրենց կյանքի մեջ, մեղքեր կան, որ իրենց շուրջը գկորան, փոթորիկի մպես։ Խավար քիշերի մեջ են, նավը ինչպես որ ես քիշերին գսե։ Մեծ վտանգ կա, բայց գուզեն իրենց հավատացնել, որ ամեն բան լավ իրելա։
Բողոս Սարակյալը գսե Եփեսացիս 5:14 մեջ գսե արթնցիր ցուն որ գքնանաս ու գանքնե մերելներեն եւ Քրիստոս պիտի փայլի քու վրա։ Քունետ արթնցիր ժամանակն է որ արթնաս գսե Բողոս Սարակյալը։ Եթե այսօր Հովնանի քունը գքնանաս, գաղութեմ որ դերը քեզի բրգե այդ քունեն։ Ինչպես Հովնանը Աստված մեզի ամեն մեկուս կանչած է հadoop գոչումի համար։ Եվ եթե գքնանանք, ասել է թե այդ գոչումը չենք կատարել եւ վտանգավոր վիճակներով պիտի մատնվենք, ինչպես նավապետությունը հոն կդեսնենք Հովնանի պատմության մեջ։ Հովնանը որոշեց հագարագողություն երթալ, բայց Աստված իրեն ետ թարցուց։ Մենք այսօր, երբ որ գքնանանք ծածկոցին դակ, ուզենք հագարագողություն երթալ Աստուծո զածին, բայց Աստված հանկիստ պիտի չծկե, հուսամ որ կարդնանք եւ գտեսնենք ինչ է մեր կյանքին հարցը։ Մենք մեզի չմխիթարենք ծածկոցին դակ մտնելով։ Անկեվերջ գտեսնենք արաքյալներուն քունը։ Ինչ էր արաքյալներուն քունը։ Արաքյալները երբ որ Հիսուս պիտի ցերպակալվեր, բարդեզը կացին եւ աղոթքի գեցան, այնպես չէ, գիշեք պատմությունը։ Ուրեմն աշակերտներուն քունը հոգնության քուն էր։ Եվ Հիսուս եկավ իրենց ասավ, երբ եկավ ու քնացած դες կդավ զանոնք, ասավ Պետրոսի. Սիմոն, կքնանաս, չգրծար ժամը արթուն գենալ։ Հոստեղը Պետրոսի Սիմոն գսե Հիսուս։ Չէ որ Հիսուս փոխեց Սիմոնի անունը Պետրոսի, ինչ համար իդ Սիմոն գսե, շատ կարևոր թասմը գաստեղը։ Պետրոս կնշանակե ժայր, Սիմոն կնշանակե եղեք։ Ամեն անգամ որ գգարտանք Սուրբ մեջը Պետրոսը անհավատությունով փամ մգնե, Հիսուս իրեն Սիմոն գգանչե։ Երբ որ հավատքով փամ մգնե, Պետրոս գգանչե։ Հիսուս ոստեղը երբ որ գգանչե Սիմոն, այս աղոթքի հարցեն վերջը, իրեն եղեք գգանչե։ Եղեկին ինչ կբադահի, այսպես հովեն եդու առաջ գդարվի, հովը պչա ասկոմ գերտա, հովը ասկոմ են պչեմ իսկոմ գերտա։ Սիմոն գքնանաս, չգրծար ժամը արթուն մնալ։ Այսօր շատ հավատացյալներ կան, որ այնքան հոգնած են, հովեն գդարվին եւ եղեկներու պես, երբ որ աղոթքի ժամանակ կա, չեն գնար արթուն գնալ, որովհետև շատ հոգնած են։ Եվ ասալ խապեյության մեկ ծև մնե հավատացյալին, որ ինքսինքը գխապե։ Երբ որ չես կրնար աղոթքի գնալ մեկ ժամը, այս աշակերտներուն քուններն է, որ թունալ գքնանաս։ Ինչու համար Հիսուս ասավ արթուն գեցեք, որովհետև վտանգ մգար պիտի հասներ իրենց վրա։ Աղոթ պետք է աղոթեին, որովհետև այդ վտանգեն ազատեին։ Եթե Պետրոսը մեկ ժամ աղոթած լար Հիսուսի հետ, թերևս պիտի ճուրանար Հիսուսին։ Այսօր շատ հավատացյալներ, ուժասպար, հոգնած եւ իրենց սկացումները հոգեվորապես փտացած են, սկահերանքները։ Այսօր պետք է գա, որ հավատացյալներ արթնան, արթուն լան։ Մեծ պետք է սիրելներ, որովհետև թշնամին ամեն գոմեն գահարցագի եւ գահարցագի այն ադեն, որ մենք չենք գալեր։ Աղոթն է, որ մեզի պիտի բահե այսպիսի հարցումներեն։ Հավատացյալներ կքնանան, բայց թշնամին չի կնանար։ Առաջին Պետրոսին 8-ի մեջ կսե. «Ըսկաստ եղեք, արթուն գեցեք, որովհետև ծեր ոսոխը, չարախոսը գշրջի մրնչող արուձի պես փնտրելով թե ով գլե»։ Աշակերտները հոգնության քունը քնացան եւ դեսանք վերջավորությունին ինչպես վերջացավ։
Մյուս քունը որ գա, երրորդ քունը, որ գուզեմ այսօր ցեզի հիշեցնել, անալ Սամսոնի քունն է, Շատ տխուր պատմությունը, այս պատմությունը շատ կբերեմ ցեզի որպես օրինակ, որտեղ մեջը շատ կարևոր թասեր կան։ Սամսոնի քունը շատ վտանգավոր քունն է, որ իրեն մահվան դարավ։ Թադավորած 16-15 Թալիլա զանի իր ծնգերուն վրա քնացուց ու մարդ մգանչեց եւ անոր գլխում մազերը ածիլել տվավ։ Ինչ է Սամսոնի քունը, այս քունը, որ խոսի քնացավ գսե։ Ինչ տեսակ քուն էր։ Սամսոնի քունը ենթադրության քունն էր։ Ենթադրեց, որ Սամսոնը ինքը ուժ ունի, բայց ուժը իր վրա կացած էր։ Ենթադրեց, որ ինքը գրնար թշնամիին թեմ տնել։ Դժվարություն չուներ, որովհետև անցյալին այդպես եղած էր, բայց այս անգամ իր ուժը կացած էր։ Աստուծո ներկայությունը իր հետ չէր, որովհետև քնացավ եւ ասիգա ինքնավստահություն, որ իրեն մեջ ուներ, անի իրեն թեմ գրվեցավ եւ ասի բադայցավ, որովհետեւ քնացավ։ Դալիլայի քրգի մեջ գսե։ Սամսոն շատ լավ գիտեր, որ ինքը վտանգի մեջ էր, որովհետեւ ամեն անգամ որ փղշտացներուն կովը կացած էր, փամը բադած էր։ Գամ 100 հոգի պետք է մերցներ, գամ 400 հոգի պետք է մերցներ, որ անդեղեն փախեր։ Բայց նորեն գերտար նույն դեղը, վտանգի ամենամեծ դեղը։ Բայց ինքսին չեր գնար զսպել։ Եվ ադոր համար խապվեցավ Դալիլայեն եւ Թալիլան գսե ձունգերուն վրա զինքը քնացուց եւ մազերը գդրեց։ Երբ որ արդեն ծավսավ ելեմ ու մյուս անգամներում պես ցնցվիմ, բայց ինչ կսե համարի շարունակությունը կսե անիգա չեր գիտեր թե դերը իր մե կացեր էր։ Անագնգալի արջև եկավ, որովհետև ենթադրած էր, որ ամեն բան լավ է։ Իր աչքերը վերջը հանեցին, ասոր պատճառով, այս քունին պատճառով, եւ չաղացքի քարը դարձուց, էշերուն կորձը գադարեց։ Սիրերներ, սխալ է ենթադրել, թե ապահով ենք մենք, որովհետև սատանան մռնչող առյուծի պես մեր շուրջը կդառնա գսե։ Թուն քեզի վտանգի գնաս մատնել, երբ որ ենթադրության քունը կբարգիս։ Չորրորդ քունը Արագած 24:33-34 կսե ձույլ մարդուն արդին կովեն անցա ամենու մեջ փուշեր էր։ Ասա ձուլության քունն է։ Ձուլութեն են քնանան։ Այսօր շատ քրիստոնյաներ կան, որ ձուլության քունը կքնանան։ Չեն ուզեր Աստուծո գործը անել։ Ես փրկված եմ, երթամ դունս կբարգեմ։ Մի քանի հատ YouTube-ի վրա են պատկան մտիկ կնեմ, կփավենցի, գործնվին։ Շատ ավոր պատկամներ կան YouTube-ի վրա։ Ձույլ մարդը։ Ֆիզիկապես ձույլ մարդը ոչ մեկտեղ գազնի։ Մենք քանի շաբաթները գսերդենք չորեքշաբթի օրը, թե աշխատասեր պետք է լա հավատացյալը։ Ձույլ մարդը փամը չի գնար շիդագնել։ Ֆիզիկապես, ուր մնաց հոգևորապես։ Եվ ձույլ մարդը միշտ պատճառաբանություններ կգտնե, որբեսի չնե այնինչ որ պետք է նե։ Եվ կքնանա, անոր համար գսե, երբ որ անոր արդին կովեն անցա գսե, փուշեր գային, որովհետև քնացեր էր ինքը։ Ձույլ մարդը, երբ որ կքնանա, մարմինը չի շարժիր, մարզանք չներ։ Եվ մարմինը մարզանքի պետք ունի, հոգևորապես ալ մենք մարզանքի պետք ունի։ Ծառայությունը, աշխատությունը, հավատացյալներուն հետ շփվելը մեր մարզանքն է, որովհետեւ գարենանք լավ արդարություն ունենալ, լավ բդուղներ բերել։ Ինչպես հողակորձը, եթե չաշխատի, չի գնար հունցք ունենալ, ճիշտ նույնպես քրիստոնյան, եթե չաշխատի, կքնանա, չի գնար Աստուծո համար բդուղ բերել։ Եվ վերջին քունը Եվդիկոսի քունն է։ Գործ Կարակելոց 27:12
պիտի գրճադեմ կսե եւ դիքոս բադուանի մեջ նստած խորունկ կունի մեջ մդերեր երբ Պողոս խոսքը երկնցուց անիգա խորունկ կնով բռնված երրորդ թստիգոնեն վարինգավ ուզանիգա մերած վերտուցին ասմարտուն գխրջամ եկեղեցի կացերեր եկեղեցի մեջ մերավ բայց հարցը ինչ էր բադուանի մեջ նստած էր մեկ ոտքը դուրս մեկ ոտքը ներս ճիշտ ասալ շատ մավադացյալներու պատկերը գծուցնե մեկ ոտքերնին եկեղեցի մեջ է մեկ ոտքերնին աշխարհի մեջ է եւ ասալ իրենց կունի գդանի եւ երբ որ քնացավ եկեղեցին գոմը չինգավ որ գոմինգավ դուրսի գոմը եւ իրեն գսե մերած վերցուցին խեղճ եւ դիքոս անալսեմ որ ամենաերգային պատկանն էր ասիկա որ Պողոս Արաքյալ դվավ երբ խոսքը երկնցուց կսե ուրիշ տեղ չէ գրված Պողոսի երգան խոսելու մասին միան ոս գրված է որ Պողոսը խոսքը երկնցուց կսե եւ երբ որ գսե երկնցուց ասմարտը բադուանի քնացավ եւ բադուանեն վարինգավ հագարակ որ աստուծո դունը եկած էր կարծես թե քունի տեղ արածեր եւ քնացավ մինչեւ որ բադուանեն վարինգավ ինչպես այս եւ դիքոսը երբ որ մեկը սիրեներ գքնանա երբ որ Աստված իրեն գուզե խոսիլ Hiç չանցած պիտի ինա Աստված միշտ մեզի գխոսի ամեն տեսակ երբերով շատ անգամ մենք ինչպես քիչ առաջ ասենք դարբեր միսկուներում մեջը գխորինք թե մտիկ կնենք բայց մեր ագանչները մեր մտքերը հոն չեն եւ ադիգա մեզի աշխարհի մտածությունները որ կան մեր մտքերի մեջ մեզի քունի գդանին եւ աշխարհի գոմը ինա գերնանք ինալ բադուանեն դուրս շատ խորունկ քունի մեջ էր եւ ասկույնը քունը մինչեւ իրեն մավանդարավ այսօր սիրելիներ իմ գոչս ամենուս համար այս է մեր քուներեն արտանանք եթե քնացած ենք Պողոս Արաքյալ երբ որ գսե արտնցեք ոչ հավատացյալներուն չխոսիր անհավատներուն չխոսիր քրիստոնյաներուն էր որ գխոսիր արտնցիր ցուն որ գքնանաս ուղանքնի մերներեն եւ Քրիստոս պիտի փայլի քու վրա ժամանակն է որ հավատացյալները արտնան որովհետեւ հիմա մեր փրկությունը ավելի մոտ է կասկած չունենք անոր վրա ինչ պատահեցավ 10 գույսերուն երբ քնացան անմիտ գույսերը նույն դժվարություն ունեին երբ որ ելան գենթատրեին որ պատրաստեն բայց պատրաստ չգտնվեցան եւ փեսան որ եկավ իրենք հարսանիքեն դուրս մնացին եթե այսօր այս քուները մեգու մեջ թուն գեզի գտեսնես թուն քու յանքդ վտանգի դակ կտնես թուն քեզի Թշնամին քութին հանցնած ես եւ ասեմ մեր թշնամին քութ չունի իր նպատակն է գործանել ամեն մեկ հավատացյալ եթե այսօր դերոջը այդ հաշիվներ ունիս մակրե հովնանի պես մի քնանար ծածկոցը գլուխուտ միանցներ խորելով որ ամեն դժվարություն պիտի անհետանա մեղքերը դժվարությունները պիտի Սնտին ծևոմը ոչ այդպիսի բան չկա հարցերդ լուծե մակրե սրբե պատրաստվիր հոգեոր կյանքդ անգամը վերակնե եթե արիտ տված ես թշնամին որ որոմներ չար հունդեր ցանե քու կյանքիդ մեջ ժամանակն է որ անոնք կյանքեդ դուրս անես որբեսի Քրիստոսի լույսը քու վրա փայլի ինչպես համարը կարդացինք որ գսե մենք այսօր ճամփորդության վրա ենք թեպի երկինք բայց այս ճամփորդության մեջ դակավին այս աշխարհի վրա ենք եւ այս աշխարհի վտանգները բոլորն ալ մեզի կսպառնան դերևս ցածրացակ աս վտանգներում մասին խոսել են ասի գարձեմ 10-րդ վտանգն է որ
ձեզի խոսի մանոր մասին, բայց սիրելներ, ասոնք կարևոր բաներ են, որ այս մենք ուշադրություն դարձնենք, որովհետև քիչ անուշադիր լանք այս բդանքները մեր վրա կհասնին, եւ այսօր Աստված պիտի ճուզեր, որ ոյ մեկերնից վնասվեինք այս բդանքներն, որովհետև գրնանք առաջ կառնել, բայց մեզի գինա առաջ կառնել եւ Աստծո խոսքը անոր համար մեզի կսկուշացնե, որբեսի այս բոլորեն մենք ազատենք։ Տեր օրհնե բոլորին։